Իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ Սամվել Կարապետյանի աջակիցների զգալի մասը գումարով են գալիս, նույնիսկ ձայնագրություններ են հրապարակվում, որ մարդիկ կաշառք են վերցնում, ընտրակաշառք է բաժանվում, դա նաև վերաբերում է այստեղ գտնվող քաղաքացիներին։ Սրանից մի քանի տարի առաջ նույն իշխանությունը Ստեփանակերտում ասում էր Արցախը Հայաստան է եւ վերջ։ Չի լինելու ոչ մի ճանապարհ, ոչ մի զիջում։ Ասենք իշխանությունը շատ բան կարա ասի, որը որ իրականությանը հաստատ չի համապատասխանում, բայց իշխանության ասածը ես այսօրվա պես հիշում եմ, երբ որ մեզ ուզում էին համոզեին, որ սարերը, որ տարին 12 ամիս ձյուն է, մեր ինչին է պետք։ Հիմա այսօր այն օրերն է մոտիկանում, որ անպայման պետք է գնանք ընտրության, որ կարողանանք վաղը տեր կանգնենք այդ նույն սարերին, որը որ ասում էին մեզ պետք չի։ Տեր կանգնենք մեր հայ առաքելական եկեղեցում, որ Ալաշուքյուր Փաշազադեն չասի վտանգ է ներկայացնում մեր տարածաշրջանի համար։ Գոնե տեր կանգնենք Արարատ անունին, որ չփոխեն Արագած տնեն։ Իշխանության ասածը ցանկացած ինչ որ ասում է իշխանությունը իմ կարծիքով սուտ է։ Չկա նման բան։ Քանի տարի է պայքարում եք։ Ուրեմն սենց ձեզ ասեմ, ես ընդդիմությունից հիմա երևի ներողություն խնդրեմ, որովհետև 21 թվին անկեղծ եմ ասել եմ այդքանի մեջից ոսկե միջինը ոնց որ Նիկոլ Փաշինյանն է, որի համար ներողություն եմ խնդրում ընդդիմությունից, որտեղ սխալվել եմ։ 21 թվից հետո ես հասկացել եմ, որ չկա տենց բան։ Ինքը ինչ անում է հակահայկական։ Ի վնաս մեզ, ի վնաս Ադրբեջանին եւ Թուրքիային։ Եօքուտ կներեք։ Որ բանին հասկացաք, որ Նիկոլ Փաշինյանը ի վնաս Հայաստանի է գործում, որ իրադարձությունից հետո։ Կոնկրետ եկեղեցու դեմ արշավից հետո ես այդ ամեն ինչը հասկացա, որը որ իմ համար ցավալի էր։ Այն աստիճան ցավալի էր, ես անկեղծ եմ ձեզ ասում, հիմա Նիկոլի հավատայրները կասեն, բախի ինքնասպան չես ելնում, բայց այն տիպի ցավալի էր, որ ես երանի էի տալի մեր Եռաբլուրի տղեկին։ Այդտենց իմ համար ծանր էր այդ ամեն ինչը։ Վատ եք զգում, որ 21 թվականին ընտրել եք իրեն։ Վատ եք զգում, որ ընտրել ու այդ ամեն ինչը կատարվում է իմ աշկի առաջ։ Եկեղեցու։ Որտեղից եք եկել։ Ես Էջմիածնից եմ եկել, իմ անձնական միջոցներով եկել եմ, իմ անձնական միջոցներով հետ եմ գնալու։